Բարերեկո հորիզոնը շարունակում է աշխատանքը։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը, Վահագն Ալեքսանյանը եւ Արուսյակ Ջուլհակյանը Լյուբլիանայում մասնակցում են ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանին։ Հայկական պատվիրակության հետ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի քարորի աշխատանքներին է մասնակցում նաեւ Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի առաքելության ղեկավար Արման Իսրայելյանը։ Առաջիկա 5 տարիներին գիտության զարգացման ռազմավարությունը եւ դրանից բխող գործողությունների պլանը կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը ներկայացրել է հանրային քննարկման, այս մասին տեղեկացրել է նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ռազմավարությամբ առանձնացված են 4 կարևոր ուղղություններ, հստակ որակական եւ քանակական ցուցիչներ, որոնք թույլ են տալու հատկապես պետության համար կարևոր եւ գերակա ուղղություններում միջազգայինորեն մրցունակ երկրի հանրային եւ տնտեսական զարգացման համար էական կշիռ ունեցող հետազոտություն եւ գիտական արդյունք ունենալ, հիմնվելով վերջին տարիներին գիտության ոլորտում կառավարության արդեն իսկ իրականացրած էական ներդրումների եւ փոփոխությունների վրա գրել է նախարարն իր Facebook-յան էջում, միաժամանակ առաջարկելով ակտիվորեն քննարկել, մեկնաբանել եւ ներկայացնել առաջարկներ։ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է, ծխացող վերջին հատվածների չեզոքացման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ 3 փրկարար ծառայությունը, Երևանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակիցներն ամբողջ գիշեր աշխատել են տեղում։ Այդ մասին Երևանի քաղաքապետարանի տարածած տեսաուղերձում ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը, շնորհակալություն հայտնելով հրդեհաշիջման աշխատանքների համար։ Սիրելի երևանցիներ, կես գիշերին Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է։ Ծխացող վերջին հատվածների չեզոքացման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են մինչ հիմա։ Փրկարար ծառայությունը, Երևանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակիցները ամբողջ գիշեր աշխատել են տեղում։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց բոլորին արագ արձագանքի եւ արված մեծ աշխատանքի համար։ Ուզում եմ շատ հստակ արձանագրել։ Այս դեպքը պատահական չէր, այլ դիտավորություն։ Արդեն խոսել եմ ազգային անվտանգության ծառայության տնօրենի եւ ներքին գործերի նախարարի հետ։ Հրդեհի հետ որևէ կապ ունեցած անձ կենթարկվի պատասխանատվության օրենքի ամբողջ խստությամբ։ Եվ ես երաշխավորում եմ, այս դեպքը չի կարող մնալ անպատասխան։ Միաժամանակ խստացվել է աղբավայրի տարածք մուտքի եւ ելքի ռեժիմները։ Սիրելի երևանցիներ, մենք արդեն մշակել ենք կենցաղային թափոնների վերամշակման գործարանի մրցույթի փաթեթը եւ այս տարի հայտարարվելու է այդ մրցույթի առաջին փուլը։ Սա է այն համակարգային լուծումը, որը մեկընդմիշտ փակելու է Նուբարաշենի աղբավայրի էջը։ Քաղաքի համար սա եւ բնապահպանական, եւ անվտանգային հարց է։ Մենք վերջ ենք տալու այս պրակտիկային, որը շուրջ 75 տարի վտանգել է բոլորիս առողջությունը եւ քաղաքի բնականոն միջավայրը։ Երևանը ունենալու է մաքուր, անվտանգ եւ վերահսկվող թափոնների կառավարում։ Շնորհակալ եմ։ Ներքին գործերի նախարարությունից էլ տեղեկացրել են, որ Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքներին ներգրաված են փրկարար ծառայության 6 մարտական հաշվարկ, 2 օպերատիվ խումբ, Երևանի քաղաքապետարանի 11 բեռնատար, 2 ջրատար եւ 5 ինժեներական տեխնիկա։ Հրդեհի վայր է տեղափոխվել 107 մեքենահող եւ մղվել է 91 տոննա ջուր։ Իդեպ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Երևանի քաղաքային նոր աղբավայր ընկերության տնօրենի պաշտոնակատար Վահե Վարդապետյանն ազատվել է աշխատանքից։ Միացյալ Նահանգները 100% մաքսատուրքեր կսահմանի Չինաստանից ներկրվող ապրանքների համար։ Դոնալդ Թրամփն իր սոցիալական ցանցում գրել է, թե Չինաստանում տարօրինակ բաներ են կատարվում։ Նրանք դառնում են ծայրաստիճան թշնամական եւ նամակներ են ուղարկում ամբողջ աշխարհին, որ ցանկանում են արտահանման վերահսկողություն սահմանել հազվագյուտ մետաղների հետ կապված բոլոր տեսակի ապրանքների նկատմամբ։ Սպիտակ տան առաջնորդի խոսքերով չի կարելի Չինաստանին թույլ տալ աշխարհը գերության մեջ պահել։ Վերջում Թրամփը հավելել է, որ Միացյալ Նահանգները նույնպես ունի մենաշնորհային դիրք, շատ ավելի ուժեղ, քան Չինաստանը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Սեբաստիան Լկորնյուին վերանշանակել է վարչապետի պաշտոնում։ Լկորնյուն հրաժարական էր տվել ընդամենը 4 օր առաջ եւ այդ ժամանակ հայտարարել էր, որ այլևս չի ցանկանում ղեկավարել կառավարությունը։ Վերանշանակված վարչապետն X-ի իր միկրոբլոգում գրել է, որ ընդունում է իրեն վստահված առաքելությունը պարտականության զգացումից ելնելով։ Մենք պետք է վերջ դնենք քաղաքական ճգնաժամին, որը զայրացնում է ֆրանսիացիներին եւ անկայունությունը, որն ազդում է Ֆրանսիայի կերպարի եւ շահերի վրա։ Պետական ֆինանսների վերականգնումը մնում է մեր ապագայի եւ մեր ինքնիշխանության առաջնահերթությունը։
Լկորնյուն պետք է ձևավորի նոր կառավարություն եւ մինչեւ հոկտեմբերի 13-ը ներկայացնի երկրի 2026 թվականի բյուջեն, որի նախագծի շուրջ արկա տարաձայնություններն էլ դարձել են նախորդ վարչապետ Ֆրանսուଆ Բայրոյի հրաժարականի հիմնական պատճառը։ Մասնագետների կարծիքով այս նշանակումը վճռորոշ պահ է Մակրոնի նախագահության ընթացքում, քանի որ Լկորնյուի անսպասելի հեռանալը հանգեցրել էր ընդդիմության կողմից Մակրոնի հրաժարականը կրկին պահանջելու կոչերին կամ նոր արտահերթ ընտրություն անցկացնելու հայտարարություններին։ Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանիա Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գրավոր պատասխանել է ուկրաինացի երեխաների վերաբերյալ իր նամակին։ Այդ նամակը Պուտինին փոխանցել էր նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսին Ալյասկայում կայացած հանդիպման ժամանակ։ Մելանիա Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը ցուցաբերում է պատրաստակամություն տրամադրել օբյեկտիվ եւ մանրամասն տեղեկատվություն այս հարցի վերաբերյալ։ Իմ ներկայացուցիչն անմիջականորեն աշխատել է Պուտինի թիմի հետ ուկրաինացի երեխաների վերադարձի հարցով։ Վերջին 24 ժամվա ընթացքում 8 երեխա վերամիավորվել է ընտանիքի հետ։ ԱՄՆ առաջին տիկինը հայտարարել է, որ ինքը եւ Պուտինը համաձայնել են համագործակցել Ուկրաինայի հակամարտության մեջ ներգրաված բոլոր մարդկանց օգտին։ Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևն էլ հայտարարել է, որ Մելանիա Թրամփն աջակցել է Ուկրաինայից ռուս աղջկա վերադարձին։ Հյուսիսային Կորեայում տոնական միջոցառումներով եւ զորահանդեսով նշվել է իշխող աշխատավորական կուսակցության հիմնադրման 80-ամյակը։ Երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հետևել է զորահանդեսին, որի ընթացքում ցուցադրվել է գերժամանակակից նոր Hwasong-20 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը։ Տոնակատարությանը մասնակցելու նպատակով Փենյան են ժամանել Չինաստանի վարչապետ Լի Ցյանը, Դմիտրի Մեդվեդևի գլխավորությամբ պատվիրակություն Ռուսաստանից, ինչպես նաեւ Վիետնամի կոմունիստական կուսակցության ղեկավար Տո Լամը։ ԱՄՆ Թենեսի նահանգի պայթյուցիկ նյութերի արտադրության գործարանում պայթյուն է որոտացել։ Մի քանի մարդ զոհվել, առնվազն 18-ն անհետ կորել են։ Դեպքի վայրում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայությունները։ Պայթյունի պատճառներն առայժմ հայտնի չեն։ Գործարանը հիմնադրվել է 1980 թվականին։ Այն նախագծում, արտադրում, մշակում եւ պահեստավորում է պայթյուցիկ նյութեր, որոնք օգտագործվում են ինչպես պաշտպանական, այնպես էլ ավիատիեզերական արդյունաբերություններում։ Ֆիլիպինների հարավային շրջաններում մի քանի ժամ տարբերությամբ 7.4 եւ 6.8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժեր են գրանցվել։ Դրանց հետևանքով առնվազն 7 մարդ զոհվել են, կան տուժածներ։ Երկրաշարժերն առաջացրել են սողանքներ, վնասվել են բազմաթիվ տներ, շինություններ, ճանապարհներ։ Երկրի ափամերձ շրջաններում հայտարարվել է ցունամիի վտանգ։ Մեքսիկայում հորդառատ անձրևները դարձել են հեղեղումների եւ սողանքների պատճառ։ 27 մարդ զոհվել է եւս մի քանիսը անհետ կորել։ Երկրի որոշ շրջաններում գետերը դուրս են եկել ափերից։ Հեղեղների հետևանքով վնասվել են բազմաթիվ տներ, դպրոցներ, ճանապարհներ, կամուրջներ, էլեկտրահաղորդման գծեր։ Անահիտ Հակոբյան, Հորիզոն։ Գազպրոմ Արմենիա ընկերությունը հերթական հայտարարությունն է տարածել։ Գազպրոմ Արմենիա ընկերությունը տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 13-ին ժամը 10-ից մինչև ժամը 18-ը կդադարեցվի Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի Գասպարյան, Ազգալդյան, Էմինի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, ժամը 10-ից մինչև ժամը 18-ը Կոտայքի մարզի Սոլակ բնակավայրի մի հատվածի գազասպառողների, ժամը 9-ից մինչև ժամը 18-ը Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի Գանձակ, Ծաղկաշեն բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 14-ին ժամը 13-ից մինչև ժամը 18-ը կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի ազատամարտիկներ թաղամասի գազասպառողների, ժամը 10-ից մինչև ժամը 19-ը Մեղրի քաղաքի գազասպառողների, ժամը 9-ից մինչև ժամը 18-ը Լոռու մարզի Լոռութ, Մարց, Քարինչ, Չկալով, Դեբետ բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։ Ժամը 10-ից մինչև ժամը 19-ը Գեղարքունիքի մարզի Այրիվան, Լճապ, Ծովազարդ բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում պահպանել անվտանգության պահանջները։ Գազամատակարարման դադարեցումների մասին տեղեկատվություն ստանալու համար բաժանորդագրվեք Գազպրոմ Արմենիա ընկերության Telegram-ի ալիքին։ Այսքանը կհանդիպենք ժամը 22-ին Հորիզոնի գլխավոր թողարկմանը առայժմ։